Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, երեկվանից սկսված եւ այսօր շարունակվող պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ ազգային ժողովի որոշման հայտարարության նախագծի քննարկումը իրականացում ընթանում է դրսում կանգնած բազմահազար քաղաքացիների եւ մեր պատանիների երիտասարդների ներկայությամբ եւ շատ կուզենայի, որ այստեղ հնչած խոսքերը հատկապես քաղաքական մեծամասնության ավելի շատ լիներ իմաստալից, նպատակային եւ մեր քաղաքացիներին ճշմարտությունը փոխանցող եւ նաեւ նպատակադրումները հստակ արձանագրող։ Պարոն Աբրահամյանը կոչ արեց կոռեկտության եւ զսպվածությամբ չզբաղվելու, ես շատ կուզենայի, որ պարոն Աբրահամյան դա այդ խորհրդին առաջին հերթին հետևեին քաղաքական մեծամասնության առանձին падգամավորներ, ովքեր տեղի անտեղի վիրավորում են թե ընդդիմախոս քաղաքացիներին եւ թե նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որովհետեւ այդ ձևով չէ որ հնարավոր է իրական ճշմարիտ քննարկում ծավալել եւ ճշմարտությունը բացահայտել։ Մի քանի հարցադրումներ եղան այստեղ, ես կուզենամ դրանց անդրադառնամ։ Առաջինը ռեֆորմ բառը սարսափելի չարաշահվում է։ Եվ երբ մենք խոսում ենք ռեֆորմի բացական դրսևորումների մասին, ամենևին խոսքը չի գնում ամբողջ ռեֆորմի մասին։ Ռեֆորմի պարտադիր կուտակային բաղադրիչի մասին է խոսքը գնում։ Եվ երբ որ մի ժամանակ առաջ Վահան Հովհաննիսյան օրինակ էր բերում, այդ օրինակը հենց այս դեպքի համար է։ Երբ որ մտնում ես մի վայ մսավաճառի մոտ եւ ասում ես փափուկ միս եմ ուզում 5 կիլոգրամ, 2 կիլոգրամը փափուկը տալիս են, 3 կիլոգրամի դիմաց էլ ոսկորը մտցնում մեջը եւ տալիս, ասում է արմիսը գնա։ Այս նույն բանն է։ Ռեֆորմ բառը չի կարելի չարաշահել, որովհետեւ մեկը ռեֆորմին դեմ չէ։ Խոսքը ռեֆորմի առանձին բաղադրիչի, պարտադիր կուտակայինի մասին է։ Եվ եթե այս երկու երևույթները կանխամտածված է շփոթմունքի տեսքով ներկայացվում, կարող ենք նստել, բարձրաբանել, քննարկել, բայց եթե դիտավորյալ փորձ է կանում խեղաթյուրել իրականությունը, դա լավ բան չէ։ Բերվեցին օրինակներ, եթե 91-92 թվականներին լիներ այս ռեֆորմը կամ այս փոփոխությունը, ինչպես նաև Հոլանդիայից էին օրինակներ բերվում, 300 տարվա դամբայի կառուցման ծրագիր է մշակում։ Բայց հարգելիներս, յուրաքանչյուր փոփոխություն, յուրաքանչյուր բարեփոխում իր ժամանակն ունի։ Իհարկե 90-ական թվականներին այս ռեֆորմը չէր կարող իրականանալ։ Ավելին հիմա չի կարող իրականանալ, որովհետև այն երկրները, որոնք որ գնացել են ռեֆորմի տարբերակով, հաշվի են առել սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ ամենակարևորը հասարակական ընկալման աստիճանը։ Մենք այսօր երբ ունենք 35%-անոց աղքատություն, երբ որ ունենք գործազուրկների 300,000-անոց բանակ, երբ որ ունենք 1,200,000 զբաղվածների մեջ ընդամենը սոցիալական վճար կամ որ նույնն է հիմա եկամտային հարկի համապատասխան վճարողների թիվ 450,000, մենք այսպիսի բեռ չենք կարող դնել մեր քաղաքացիների վրա։ Հասկանում եք դա թե չէ։ Նշանակում է մենք այս 450-ից այն կողմ ուրիշ որևէ քաղաքականություն չենք իրականացնելու։ Այս մարդկանց մենք ասում ենք դուք այլևս Հայաստանում անելիք չունեք, հեռացեք Հայաստանից։ Միթե սա ենք մենք ուզում։ Բազմաթիվ անգամ մենք բերեցինք փաստարկներ, բերեցինք պնդումներ, որ եթե ուզում ենք, որպեսզի կենսաթոշակային ֆոնդին վճարողների թիվը շատանա, պետք է աշխատատեղեր ստեղծվեն, պետք է տնտեսության մրցունակությունը բարձրանա, պետք է համախառն ներքին արդյունքը աճի մեկ անձի հաշվով, պետք է աշխատավարձի քաղաքականություն իրականացվի, այլ ոչ թե վերցնենք քաղաքացիներից հավաքենք այս փողերը, տանենք մի մասնավորի, որը պետք է այդ գումարները մեծ հաշվով տեղափոխի ֆինանսական ակտիվներ։ Իսկ ֆինանսական ակտիվը մենք տեսնում ենք մեր երկրում, որ չի ստեղծում արժեք, չի ստեղծում իրական տնտեսության մեջ հարստություն։ Հոլանդիայի օրինակը ամենևին տեղին չէր, որտեղ Հոլանդիան 300 տարվա ծրագիր կարող էր մշակել, որտեղ դրան նախորդել էր Հոլանդիայի 500 տարվա պետականության գոյությունը։ 20 տարվա պետականության պայմաններում, երբ մենք չենք ստեղծել հիմնական փոփոխությունները, դուք ես ինչ օրինակներ եք փորձում բերել։ Անհնար է այդ օրինակներով առաջ գնալ։ Մյուսը
նորից խեղաթյուրում է իրականությունը, որովհետև մեկը չի ասում դնենք հարց ժողովրդի առաջ բարձր թոշակ ուզում եք թե չէ։ Աբսուրդ է, այդպիսի հարցադրում չեղավ։ Խոսքը գնում է հետևյալի մասին. հարգելի քաղաքացիներ, այս փոփոխությունները, որի ներքո դուք պետք է վճարեք 10% ձեր աշխատավարձի, որպեսզի նվազագույնը 23 տարի հետո կարողանաք ստանալ այսքան թոշակ, համաձայնեք այս փոփոխություններին, թե ոչ։ Սա է ժողովրդական հարցման հիմնական առարկան լինելու։ Բայց այստեղից հայտարարել եւ փոփոխել հարցադրումների իմաստը ճիշտ չէ։ Մասնավոր եւ հանրային վերահսկողության հարցը։ Տեսեք ինչ է ստացվում։ Դուք փորձում եք հիմա խեղաթյուրել իրականությունը։ Մենք չենք մոռացել, չէ՞, որ Արմավյան պետք է իրականացնել պետական տուրքերի հաշվարկումը եւ փոխանցումը պետական բյուջե։ Տվեցինք այդ իրավասությունը Արմավյայի։ Եվ արդյունքում այսօր մենք արձանագրում ենք 18 միլիարդ դրամի, ինչպես իմ գործընկերները փաստեցին, կորուստ պետական բյուջեում։ Սա ձեր բերած լավագույն մասնավոր հանրային հարաբերակցության եւ մասնավորին հանրային վերահսկողության սահմանադրական լիազորության փոխանցման արդյունքն է։ Իսկ ով է ձեզանից երաշխավորում, որ վաղը կենսաթոշակային ֆոնդերի գումարները չեն արժանանա նույն ճակատագրի։ Դուք նշում եք վարչապետն այսօր կա, վաղը չկա։ Վարչապետի պաշտոնը երևի թե միշտ կլինի։ Բայց մենք ձեր հետ միասին պետք է հասկանանք այդ վարչապետին, պետական իշխանությանը, մենք իբրև ազգային ժողով, ինչ մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական իշխանությունը ծառայի ժողովրդին։ Ասում եք կառավարությունը վատ կառավարիչ է։ Եթե կառավարությունը վատ կառավարիչ է, ինչ անենք, վերցնենք սահմանադրությամբ նախատեսված պետական իշխանության լիազորությունները տանք մասնավորին։ Սրանք հարցադրումներ են, որոնց պատասխանը հատկապես պահպանողական կուսակցությունը, ես կարծում եմ, շատ ավելի խորը պետք է ներկայացնել եւ պետք է հստակ ասել, որ այո, եթե մենք ուզում ենք բարեկեցիկ ապագա ապահովել ներկա սերունդներին, եթե մենք ուզում ենք տնտեսական մենաշնորհի դեմ պայքարենք, եթե մենք ուզում ենք այնպիսի Հայաստան կերտել, որտեղ ձեր կարգախոսի ներքո ապահով Հայաստան է լինելու, մենք պետք է ուժեղացնենք պետական, իշխանական այն հիմնական ինստիտուտները սահմանադրությամբ, որոնք պետք է ծառայեն սահմանադրությամբ նախատեսված նպատակներին, այլ ոչ թե փորձելով քողարկել մեր անգործությունը, ներկայացնենք, թե մասնավորը կարող այս միջոցները վերցնել եւ բաշխել արդար ձևով։ Մի կարևոր հանգամանք, կարծեք թե բոլոր փաստարկները մենք այստեղ հնչեցրեցինք ընթացակարգային եւ ըստ էության այս համակարգի բացերի առումով։ Ընթացակարգային, որ համակարգը անգամ այն նկարագրությամբ, ինչ որ ներկայացված է կառավարության ռազմավարության մեջ, այսօր պատրաստ չէ։ Չկան լիցենզավորված այն կազմակերպությունները, որոնք պետք է քաղաքացիներին առաջարկեին ֆոնդեր, եւ քաղաքացուն ըստ օրենքի պարտադրված է, որ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը, այսինքն ընդամենը 27 օր հետո պետք է ընտրություն կատարի այդ ֆոնդերի։ Քաղաքացիները իրազեկված, տեղեկացված չեն։ Դրամական կամ աշխատավարձերի ռեֆորմը փաստացի ձեր հետ միասին մենք ընդունելու ենք ընդամենը հուլիսի 1-ից։ Երկրում չկա կապիտալի կամ արժեթղթերի շուկա, ներդրողների իրավունքների պաշտպանությունը սարսափելի ցածր մակարդակի վրա է եւ կորպորատիվ կառավարման համակարգը չկա ուղղակի, ոչնչացված է։ Այսպիսի պայմաններում նման քայլ անելը նշանակում է քաղաքացիների եկամուտների նկատմամբ իրականացնել ոտնձգություն, ընդ որում անհամաչափ ոտնձգություն, որովհետև եթե անգամ դուք ցանկանում եք նման քայլեր անել, պետք է սկսեք շատ փոքր թվերից, ոչ թե միանգամից 10%։ Ախորժակը, ինչպես ասում են, ուտելից է բարձվում, բայց այս դեպքում կարծում եմ ճիշտ մոտեցում չէ այդ մեծ ախորժակը տանելը։ Ձեզանց որևէ մեկը կարծում եմ չի կասկածում, որ պրոֆեսիոնալ առումով ես չեմ սխալվի իմ գնահատականների մեջ։ Այսօր մենք նաև ըստ էության առարկություններն ենք ներկայացնում այս համակարգի վերաբերյալ թե սահմանադրական դրույթների հակասության եւ թե նաև տնտեսական տեսակետից անհամաչափ պահանջներ առաջադրելու առումով։ Այս համակարգը որևէ ձևով նվազ եկամուտ ստացող անձանց չի ապահովում արդար մոտեցում։ Հասկացեք, եթե մարդը ստանում է ընդամենը նվազագույն կենսապահովման չափով աշխատավարձ, անմարդկային է այդ մարդուց պահանջել մի բան էլ խնայողություն անի։
միջինից բարձր եկամուտ ունեցողներին, որպեսզի դուք առաջարկեք, հարկավոր է խրախուսման, կամավոր խրախուսման համակարգը խթանել, ինչը չկա այսօր։ Պարոն Հակոբյանը շատ լավ գիտի դրա մասին։ Երբ որ կամավոր կൂട്ടակային համակարգի շրջանակներում ասում ենք դու հարկված աշխատավարձից եթե ուզում ես խնայես, որպեսզի հետագայում ստանաս թոշակ ավելի բարձր, այսօրվա գործող այս փաթեթով կրկնակի հարկման տակ ես ընկնում։ Մի հատ որպես աշխատավարձ ես հարկվում, մի հատ էլ որ երբ որ գնաս թոշակի եւ կստանաս այդ թոշակը, մի հատ էլ այն ժամանակ կհարկես։ Պարոն Հակոբյանը շատ լավ գիտի դրա մասին եւ այդ վեճը ծավալվում է անընդհատ։ Պարոն Հակոբյանը նաեւ շատ լավ գիտի, որ երկու անգամ կազմակերպությունները մենաշնորհային վիճակ են ստեղծելու այս ոլորտում։ Դրա մասին էլ շատ լավ գիտի։ Ձեզանից շատերը շատ լավ գիտեն նաեւ, որ այսօրվա ենթակառուցվածքները ֆինանսական շուկայի թույլ չեն տալու այս գումարներին մուտք լինելու իրական սեկտոր։ Սրա մասին էլ լավ գիտեք, բայց ինչու եք լռում։ Ինչու չենք կարողանում առնվազն 1 տարով հետաձգել այս բոլոր հարցերը մանրամասը քննարկել եւ վերջում, եթե համոզեք մեզ, մենք էլ ձեր հետ միասին դուրս գանք քաղաքացիներին բացատրենք, համոզենք, որ սա լավ տարբերակ է։ Հարգելի քաղաքացիներ, բերեք ժողովրդական հարցման միջոցով դուրս գանք իրար հետ դրականը քարոզենք։ Բայց այսպես մերժողական, առհամարական, այս մոտեցում չի։ Այս մոտեցումը ինչ ենք ուզում անենք։ Սա քաղաքական դիմության եւ ընդդիմության պայքար չի։ Սա պարզ Հայաստանի քաղաքացու տարական իրավունքների շուրջ բանավեճ է։ Եվ եթե մենք չենք կարողանում, ունակ չենք լսելու այդ բանավեճը, ունակ չենք տանելու այդ բանավեճը, անիմաստ է որևէ հույս կապել։ Ավարտելով խոսքս, ես խնդրում եմ, որպեսզի քվեարկության ժամանակ եւս մեկ անգամ ինքներդ ձեզ հարց տաք, արդյոք մեր ապագա սերունդներին, ձեր երեխաների առաջ դուք Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը կազմակերպենք վաղ առավոտյան։